Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 8։ Նա նրա անունը Բենոնի, տրտմության որդի դրեց, բայց նրա հայրը Բենյամին կոչեց նրան, իմ աջ ձեռքի որդի, Ծննդոց 35-րդ գլուխ 18-րդ խոսք։ Ամեն բան ունի ինչպես իր մթին, այնպես էլ լուսավոր կողմերը։ Ռաքելին պատել էին սեփական ցավի և մահվան վշտալից ապրումները, իսկ Հակոբը, թեև սգում էր կնոջ կորուստը, սակայն կարողացավ տեսնել այն ողորմությունը, որը երեխայի ծնունդն է շնորհել։ Մեր հոգևոր ընթացքն էլ նման է սրան, թեև մարմինը սգում է փորձությունների համար, թող մեր հավատքը հրճվանքով ցնծա Աստծո հավատարմությունով։ Ինչպես Սամսոնի սպանած առյուծի դիակի մեջ մեղր հայտնաբերվեց, այնպես էլ մեր անհաջողությունների մեջ կհայտնաբերվի, եթե դրանք ճիշտ տեսանկյունից դիտարկենք։ Փոթորկալից ծովը բազում մարդկանց է կերակրում իր ձկներով, վայրի անտառները լցված են գեղանի ծաղիկներով, բուռն քամին մաքրում է օդը հիվանդություններից և կտրող սառնամանիքը հանգստացնում է հողը։ Մռայլ ամպերից մաքուր ջրի կաթիլներ են թափվում երկրի վրա, կյանք տալով զվարթ ծաղիկներին։ Չարի յուրաքանչյուր հանքահորից կարելի է բարի հանոցներ հանել, ինչևէ, տրտում սրտերը հակված են յուրօրինակ վարպետությամբ բացահայտելու փորձությանը նայելու ամենաանբարենպաստ տեսանկյունը։ Եթե աշխարհում միայն մեկ ճահիճ լիներ, նրանք շուտով մինչև իրենց վիզը դրա մեջ կմխրճվեին, և եթե անապատում միայն մեկ առյուծ լիներ, նրանք միանգամից կլսեին դրա մռնչյունը։ Ցավալի է, որ յուրաքանչյուրիս մեջ այս թշվառ հիմարությունից մի մասնիկ կա, և մենք հակված ենք ժամանակ առ ժամանակ Հակոբի պես բացականչելու. ամեն բան հակառակ է ինձ։ Ծննդոց 42-րդ գլուխ 36-րդ խոսք։ Թանկագին բարեկամ, հավատքի ճանապարհին մենք պետք է մեր բոլոր հոգսերը Տիրոջ վրա գցենք և անգամ ամենավատ անհաջողությունների մեջ դրական արդյունքի սպասենք։ Իրական հավատքը Գեդեոնի մարդկանց պես է, նա չի անհանգստանում կոտրված սափորի համար, այլ ուրախանում է, որ դրա միջի ջահն ավելի պայծառ է վառվում։ Դժվարության կոշտ ոստրեի միջից նա դուրս է բերում փառքի հազվագյուտ մարգարիտը, իսկ նեղության օվկիանոսի խորը քարանձավներից փորձառության անգին մարջանը։ Երբ նրա հաջողությունների և բարգավաճման գետը ցամաքում է, նա գտնում է ավազի մեջ թաքցրած գանձերը, իսկ երբ նրա ուրախության արևը մայր է մտնում, նա հույսով նայում է դեպի Աստծո խոստումների աստղազարդ երկինքը։ Իսկ երբ անձամբ մահն է հայտնվում, հավատքն իր հայացքն ուղղում է դեպի հարության լույսը, այդպիսով մեռնող Բենոնիին դարձնելով կենդանի Բենյամին։